քանի որ ես լինելով Սև Հովաս ջոգատի պատասխանատու Ավստրիայի Հանրապետություն, ես չեմ կարող չհետաքրքրվել իմ հրամանատարով, դրա համար ուզում եմ մարդկանց թող անակնկալ չլինի, թե Գևորգին Որդուց այդ ինֆորմացիան, որ այսօր ես տարածել եմ իմ Facebook-ում, այո, մենք շատ հետաքրքրված ենք մեր հրամանատարով, ես նորից ուզում եմ այսօրվա իշխանությունները ասել, որ ձեռքներդ վերցրեք հրամանատարից եւ մնացած մեր հայրենակիցներից, բայց ինչ որ մնում է Սերոբ Գասպարյանից, ես նորից կրկնում եմ, մենք հետաքրքր ոչ թե հետաքրքրված ենք, մենք ամեն ինչից տեղյակ ենք եւ ամեն րոպե մենք հետևում ենք թե նրա առողջության, թե նրա կյանքի, թե մնացած ով ինչ գործերով է զբաղված պարոն Գասպարյանի գործերով։ Այսօր եթե նկատել ես, ես գրառում եմ արել, խնդրում եմ այդ գրառումը մեկնաբանես, որովհետև ոնց հասկացանք փոքրիկ քնիչ լինելով Սերոբ Գասպարյանի գործից հետո դառնում է մասիվի քննչական պետը պարոն Սիսակ Հայրապետյանը, հա։ Հիմա խնդրեմ մի երկու բան ձեր մեկնաբանությունը, ոնց կարող է այդպես լինել։ Տեսեք, մենք միջև հաղորդումը խոսում էինք եւ ես ասացի, որ Սերոբ Գասպարյանը հայտնվել է Նժդեի տարածքում։ Այդ տարածքում ուրեմն հերոսին միշտ հաշտում է դառը, դաժան եւ պայքարի ամենավերջի գործիքները։ Պետությունը անձի դեմ կիրառում է առավելագույն ճնշման մեխանիզմները։ Եվ տվյալ դեպքում անձը, ով այսօր զբաղված է Սերոբ Գասպարյանի քննչական գործերով կամ նրա դատավարական խնդիրներով, պետք է հասկանանք, որ նրանք պետության ծառաներն են եւ իրականացնում են պետության հրահանգները ճնշման ենթարկելու մարդուն, ով որ իր կյանքի ամբողջ գործունեության ընթացքում նվիրված է եղել հայրենիքի պաշտպանությանը, սահմաններին, թշնամուն վնասազերծելուն եւ դրանով ցույց տալը, որ հայ տղամարդը տանուտեր է։ Այս խնդիրները օրակարգում կան, մնալու են։ Ես կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր որ զբաղված են Սերոբ Գասպարյանի դատավարական խնդիրներով, դրանք դատավորներն են, դրանք այլ ծառայության ներկայացուցիչներն են, դրանք շահագրգռված անձեր եւ կողմերն են։ Ես կոչ եմ անում բոլորին, որպեսզի նրանք իրենց ոչ ճիշտ մոտեցումը, ուրիշ բառերով չեմ ուզում ասել, ոչ ճիշտ ձևակերպեն, վերաբերմունքը Սերոբ Գասպարյանին հանգեցնելու է իրենց իսկ ընտանիքների կործանման։ Իրենք են կորցնելու իրենց հարազատ եւ ամենաթանկ էակներին, մարդկանց, ոչ թե որ Սերոբի կողմնակիցները դա կանեն, թուրքերն են դա անելու։ Հայտնի բան է, երբ որ Մխիթար սպարապետի գլուխը տարան տվեցին Իրանի շահին, ասեցես դուք ձեր հերոսի գլուխն եք բերել ինձ տվել, հա, ասեք գլխատեք այս գլուխը բերողին։ Ուրեմն դուք նաև կարաք իմ գլուխն էլ ուրիշին տանեք տակ։ Ուրեմն թուրքը որ մտնելու է, նա ասի հերոսների պատժողներն ովքեր են, սրանք, առաջինը դրանց մեծ պատժեք։ Թող իրենք իմանան, պատիժն իրենք են կրելու։ Հետո նոր հերոսներ, իսկ հերոսների նկատմամբ նույնիսկ թշնամին հերոսի նկատմամբ բշտապես վերաբերմունք է ցույց տվել, բայց ոչ դավաճան, դավաճանները վերաբերմունք։ Ես խնդրու հետ կապած երկու տիպի դիտարկում ունեմ։ Առաջինը, որ մենք դրսում ովքեր որ ազատության մեջ են, ովքեր իրավունքը հասկանում են, ովքեր հնարավորություն ունեն ազդելու հասարակական կարծիքի ձևավորման վրա, նրանք պետք է իրենց վրա պատասխանատվություն վերցնեն եւ օժանդակեն։ Միայն Սերոբը չի, Սերոբը երևացողն է, Պավլիկ կա այնտեղ նստած, այնտեղ Վարուժան կա նստած, այնտեղ ուրիշ տղեր կան նստած։ Ես գիտեմ մարդիկ, որոնք նստել դուրս են եկել, բայց իրենք չեն արդարացվել, որովհետեւ պետությունը իր նկատմամբ այլ տիպի գործիքակազմ է օգտագործել։ Ես կոչով դիմում եմ Սերոբի ընկերներին, հարազատներին, մտերիմներին եւ բոլոր նրանց, ովքեր որ նման համանման իրավիճակում են։ Մենք ձեզ չենք մոռացել, դուք հայրենիքի համար ձեր քայլերը արել եք եւ մենք մեր նվազագույն
մասնակցությամբ չենք ուզում հանդես գալ, մենք առավելագույնը մեր կարողությունների շրջանակներով կոժանդակենք, կօգնենք։ Ես գրիչի մարդ եմ, ես կարող եմ գրիչ օգտագործել։ Եվ դες անհրաժեշտության դեպքում, եթե կարիք կլինի միջամտությունը գրիչով, ես պատրաստ եմ իմ միջամտությունը ցույց տալու։ Համեցեք։ Շնորհակալություն Արամ ջան, ես նույնը կոչ եմ անում ինձ ճանաչող Եվրոպայի բոլոր մեր հայրենակիցներին, մանավանդ մեր կռված եղբայրներին, որ ինձ դուք լավ ճանաչում եք, 90-ականներից մինչև 44-րդ պատերազմի մեր տղեկին, որը մենք ունենք տարբեր երկրներից կապեր, ես այսօր առաջ անգամ կոչ եմ անում ու բարձրաձայնում եմ կանգնել մեր հրամանատարի կողքին, Սերոբ Գասպարյանի կողքին, որովհետև տղեկ, եթե մենք այսօր չկանգնենք, հաջորդը դուք կամ հաջորդը մեր մյուս եղբայրն է, չի կարող այսպիսի բան լինել, որ քննիչը փորձի չվկաներին սարքել ինչ-որ ճնշման տակ վկա ու փորձել այս գործը կոչկել Սերոբ Գասպարյանը։ Մենք, ես նորից ասում եմ Սիսակին, քննիչին, լինելով Հովազի Ավստրիայի պատասխանատուն, ասում եմ Սիսակ, ձեռքերդ վերցրու Սերոբ Գասպարյանից։ Ես իմ կոչը տղեկ ձեզ անում եմ, դուք իմ համարը գիտեք, մենք կապի մեջ ենք եւ ես նորից եմ ասում, բարձրաձայնում եմ եւ ասում եմ, մենք չունենք եղբայր, որևէ մեկիդ նվեր տալու, նա մեր հերոսի եղբայրն է, նա մեր հրամանատարն է, Հովազները այս պահին կանգնած են սահմանի առաջնագծում եւ նրանց մեջքը պետքա պահի մեր առողջ հրամանատարը։ Շարունակենք Արամ ջան, այսօր մենք տեսնում ենք։ Եթե թույլ տաս ես երկու բան ասեմ Սերոբ հետ կապված։ Իմ ընկերներից մեկը գրություն էր փոխանցել Սերոբի դատավարության հետ կապված, ես այդ գրությունը նայեցի, իհարկե կաշխատենք, որ այդ գրությունը հասնի եվրոպական իրավական մարմիններին։ Մեր ընտրված սենատորների միջոցով մենք փաստաթուղթը կդնենք շրջանառության մեջ եւ Ռուսաստանում, Եվրոմիության տարածքում, Միացյալ Նահանգներում նույնական նամակը համայնքական սենատի լոգոյով, բլանկով, ստորագրություններով մեր պահանջը կներկայացնենք, որպեսզի արդեն մեր գործունեությունը ինքը սկսվի իրավական քայլերով եւ կոնկրետ անձանց իրավունքները պաշտպանելու նպատակով։